Գիրք ծննդոց, գլուխ 4 Կայան և Աբել Եվ Ադամը գիտեցավ իր կնոջը, Եվային, և նա հղիացավ և ծնեց Կայանին, և ասաց. Մարդ ստացա Տիրոջից, և հաջորդ անգամ ծնեց նրա եղբորը, Աբելին, և Աբելը ոչխարների հովիվ էր, իսկ Կայենը հողագործ էր։ Եվ եղավ, որ օրեր անցան Կայենը գետնի պտղից Տիրոջն ընծա մատուցեց, և Աբելն էլ մատուցեց իր հոտի անդրանիկներից, նրանցից պարարտներին, և Տերը հարգեց Աբելին ու նրա անծան, բայց Կայանին ու նրա անծան չհարգեց, և Կայանը շատ զայրացավ ու երեսը մռայլվեց։ Եվ Տերը Կայանին ասաց. Ինչու ես բարկացել, և ինչու ես երեսդ կախել։ Եթե բարին անես, չես ընդունվի, բայց եթե բարին չես անում, մեղքը դռան մոտ պառկած է, և նա քեզ է ցանկանում, բայց դու պետք է իշխես նրա վրա։ Եվ Կայանն իր Աբել եղբոր հետ խոսեց, և եղավ, որ երբ նրանք դաշտում էին, Կայանը վեր կացավ իր եղբայր Աբելի դեմ և սպանեց նրան։ Եվ Տերն ասաց Կայանին. Ո՞ւր է քո եղբայր Աբելը։ Եվ նա ասաց. Չգիտեմ, միթե ես եղբորս պահապանն եմ։ Եվ նա ասաց. Ինչ ես արել։ Քո եղբոր արյան ձայնը գետնից աղաղակում է ինձ, և հիմա դու անիծյալ ես այն երկրից, որ իր բերանը բացեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու։ Երբ հողը մշակես, նա այլևս իր զորությունը չի տա քեզ։ Երկրի վրա աստանդական ու թափառական պիտի լինես։ Եվ Կայանն ասաց Տիրոջը. Իմ պատիժն ավելի մեծ է, քան ես կարող եմ կրել։ Ահա ինձ այսօր երկրի վրայից արտաքսեցիր, և քո երեսից պիտի թաքնվեմ, և երկրի վրա աստանդական ու թափառական պիտի լինեմ, և կլինի այնպես, որ ամեն ինձ գտնող ինձ կսպանի։ Եվ Տերն ասաց նրան. Ուրեմն ով որ Կայանին սպանի, նրանից յոթնապատիկ վրեժ առնվի։ Եվ Տերը մի նշան դրեց Կայանի վրա, որ ամեն ոք, որ նրան գտնի, չսպանի նրան։ Եվ Կայանը Տիրոջ ներկայությունից հեռացավ ու Նայիդ երկրում բնակվեց, Եդեմի արևելքում։ Եվ Կայանը գիտեցավ իր կնոջը, և նա հղիացավ ու ծնեց Ենովքին, և մի քաղաք կառուցեց, ու այդ քաղաքի անունն իր որդու անունով Ենովք դրեց։ Եվ Ենովքը ծնեց Գայիրադին, և Գայիրադը ծնեց Մայելին, և Մայելը ծնեց Մաթուսայելին, և Մաթուսայելը ծնեց Ղամեքին։ Եվ Ղամեքը երկու կին առավ, մեկի անունը Ադդա, իսկ երկրորդի անունը Սելա էր։ Եվ Ադդան ծնեց Հոբելին, որ դարձավ վրանաբնակների ու խաշնարածների հայրը։ Եվ նրա եղբոր անունը Հոբալ էր, որ դարձավ բոլոր քնահարների ու տավղահարների հայրը։ Եվ Սելան էլ ծնեց Թոբել Կայանին, որ պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր պատրաստում, և Թոբել Կայանի քույրն էր Նաաման։ Եվ Ղամեքն իր կանանց Ադդային ու Սելային ասաց. Լսեցեք ձայնս, ով Ղամեքի կանայք, ականջ դրեք իմ խոսքին, քանի որ մի մարդ եմ սպանել, ինձ վերք հասցնելու ու մի երիտասարդ ինձ վնաս հասցնելու համար։ Եթե Կայանի վրեժը յոթնապատիկ առնվի, ապա ճշմարտապես Ղամեքինը 77 անգամ։ Եվ Ադամը դարձյալ գիտեցավ իր կնոջը, և նա մի որդի ծնեց, և նրա անունը Սեթ դրեց, որովհետև ասաց. Աստված ինձ մի ուրիշ սերունդ տվեց Աբելի փոխարեն, որին սպանեց Կայանը։ Եվ Սեթին էլ մի որդի ծնվեց, և նրան Ենովս անվանեց։ Այն ժամանակ մարդիկ սկսեցին կանչել Տիրոջ անունը։